Photoshop-ի վերջի տարբերակում նաև բարելավվել է Reference Image հնարավորությունը, որը ձեզ թույլ է տալիս տվյալ նկարում գտնվող որևէ մի օբյեկտ փոխարինել այլ օբյեկտով։ Եկեք տեսնենք, թե նա ինչպես է աշխատում։ Եթե մենք ունենք այս նկարը, եւ հիմա մենք ցանկանում ենք փոփոխել այս նկարը մեկ այլ ուրիշ նկարի հետ, ապա մենք պետք է ընտրենք օբյեկտը, օրինակ կարող ենք տալ Select Object եւ Photoshop-ը կընտրի մեզ համար այս մեքենան։ Այժմ եթե մենք սեղմենք Generative Fill եւ այստեղ սեղմենք Edit your reference image icon-ի վրա, դուք կտեսնեք, որ կբացվի Reference Image վահանակը եւ այստեղ մենք կարող ենք ներբեռնել այն նկարը, որը մենք ցանկանայինք փոխել այս տվյալ մեր ընտրված օբյեկտի հետ։ Այժմ դուք տեսնում եք, որ մենք ունենք այս մեքենայի նկարը եւ եթե մենք նայենք նրա ներքևում, կտեսնենք հետեւյալ հնարավորությունները։ Մեկը Reference Tool, այսինքն օգտագործել այս նկարը որպես հուշում, եւ այստեղ մենք կարող ենք ընտրել որպես Object այս մեքենան կամ ամբողջ նկարը, որը նաև կներառի իր մեջ նրա հետևի ֆոնը։ Եթե մենք ընտրենք Object-ը, ապա ներքևում մենք ունենք եւս երկու հնարավորություն։ Առաջինը թույլ է տալիս փոխել մեր այս օբյեկտը տվյալ reference image-ով գտնվող օբյեկտի հետ, իսկ երկրորդը մենք կարող ենք տեղավորել այն տվյալ ընտրված տիրույթում։ Այս դեպքում մենք նաև կպահպանենք նրա այս մեր նկարի հետևի ֆոնը։ Եթե մենք այժմ այստեղից տանք Generate որպես Object, ապա դուք կտեսնեք, որ այս տեղեկատվությունը կուղարկվի Generative Fill, այսինքն Adobe Firefly-ի մարտկոցին եւ այնտեղից կներբեռնվի համապատասխան արդեն ստեղծված մեր նկարները։ Դուք տեսնում եք, որ մենք այժմ ունենք տարբերակներ, տվյալ օբյեկտը փոփոխվեց այս օբյեկտի հետ։ Եթե մենք օրինակ հիմա գնանք հետ եւ այստեղ նորից fill-ից հետո reference image-ում նորից ընտրենք մեկ այլ նկար եւ այս դեպքում եկեք այստեղ տանք արդեն whole image եւ տանք place into selected array, այսինքն տվյալ տիրույթի մեջ եւ նորից սեղմենք generate։ Այժմ Adobe Firefly-ը կգեներացնի մեզ համապատասխան նկարներ եւ կփոխի մեր reference նկարում գտնվող օբյեկտը տվյալ օբյեկտում։ Դուք այժմ տեսնում եք, որ նաև պահպանվեց հետևի ֆոնը։ Այստեղից մենք կարող ենք ընտրել այդ տարբերակը, որը ցանկանում ենք, եւ արդեն օգտագործենք մեր աշխատանքում։ Սա նոր հնարավորությունն է Adobe Photoshop-ում, որը բարելավել է եւ թույլ է տալիս ավելի ճշգրիտ անել նկարի փոփոխություն։